պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են գնում։ Այո, ավելիներ վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել եւ հավելագրումների ծավալը ընդհանրական, որ ասեմ, արդեն իսկ հայտնաբերված եւ փաստաթղթավորված անցնում են մի քանի միլիոն կիլովատ-ժամ քանակները։ Միջինացված դա կարելի է բազմապատկել միջին սակագնով 50 դրամով օրինակ, մի քանի տասնյակ միլիոն դրամի յուրացում մեքենայությունների բյուջեն Բայց դրանք հայտնաբերված փաստացի ֆիքսվածներն են։ Փաստաթղթավորված եւ քրեական վարույթներն նախաձեռնված եւ ՀՑԿՀ կողմից վարույթի շրջանակներում ուսումնասիրված եւ հաստատված են բարվարշ։ Բայց նաեւ ես կարդացի եւ հարցազրույցներ լսեցի, որ 2018-ից 24 թվականի տվյալները անհետացել են։ Դա եւս առանձին բավականին ցցում պատկեր է կառավարման ճգնաժամի, ինչ պետության միջամտության հավելագրումները այս նոր ժամանակահատվածի մասին են, թե նախորդի։ Մինչև կառավարչի նշանակումը, կառավարչի նշանակումից առաջ։ Իսկ այդ 2018-ից 24 թվականի տվյալները, որ անհետացել են ինչ-որ ձևով, այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել, բայց այստեղ ավելի խորքային խնդիր ունենք։ ԵԲՑ կանոններ կան սահմանված ՀՑԿՀ կողմից, էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի կանոններ են կոչվում։ Դա իրավակարգավորումներ են, որին պետք է հետևի ՀԵՑ-ը եւ լիցենզավորված ոլորտում ցանկացած իրավաբանական անձ, եւ այդ կանոններով ՀՑԿՀ-ին հասանելիություն եւ երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից այդպես ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների պիրամիդա համակարգ է կոչվում եւ 2025 թվականի ընթացիկ տարվա հունվար ամսվա առաջին օրերին նկատել են ՀԵՑ-ում պատասխանատուները, որ տարեսկզբի տվյալները չեն արխիվացվում եւ ՀԵՑ-ը ինքը ներքին ստորաբաժանում չուներ նման ծավալի շուրջ 700,000 սպառողների հաշվիչների հավաքված համակարգի մասին է խոսք հասունություն ունեցող սպասարկելու եւ այդ համակարգի սպասարկումն իրականացվում էր արտաքին միջամտության շնորհիվ, այդ թվում եւ ռուսաստանյան որոշ ընկերությունների, որոնք կամ ուղղակիորեն մաս են կազմում դաշինի ընկերությունների խմբին կամ արտապատվիրակված են այդ ծառայությունը ռուսական ընկերությունների 40-ից ավելի դոստուպներ ուներ համակարգը այդ փուլում մեր ուսումնասիրություններն են դա ցույց տալիս եւ ահա այդ 40-ից ավելի դոստուպ ունեցող անձանցից ոմանք կամ ինչ-որ խումբ պարզապես կամ կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին այդ խնդիրը լուծելու process-ի ընթացքում որպեսզի լրացուցիչ սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն եւ կարողանան այդ ամբողջ արխիվացնելու չգիտեմ ինչ գործողության արդյունքում ուսումնասիրվում այս պահին նաև քրեական վարույթ կան այդ փաստով եւս նախաձեռնված ջնջվել է 2018-ից 24 թվականի նոյեմբեր ամիս ընկած ամբողջ տվյալների բազան։ Հիմա տենց վարկած կարող է լինել, որ այդ տվյալների բազաներում տեսանելի եւ ապացուցելի կլինեին նաև հավելագրումներ եւ այլն ձեր նշածները եւ այդ տվյալների ջնջելու հետ այդ տվյալները նույնպես վերացել։ Այո, կարող ենք ենթադրել, այդտեղ կա նաև առաջին խախտման բնույթը ինքնին ԵԲՑ կանոնի կոպիտ խախտում է եւ տվյալ փաստը հատկանշականն այն է, որ ժամանակի տնօրեններն ու կառավարիչները թաքցրել են ՀՑԿ-ից։ Թեպետ ծառայական քննություն են նշանակել, որոշակի մեղավոր շրջանակներ են դուրս բերել եւ այդ ամբողջ փաստաթղթերը ՀԵՑ-ում պահվում են խնամքով, բայց որևէ կերպ հաշվետվությունում չի արտացոլվել ՀՑԿՀ ներկայացող, ինչը լիցենզիայից բխող առաջնային պահանջ է նաեւ։ Ընդ որում նաև հաղորդում չէր ներկայացվել իրապահներին, քննելու նաև այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսք գնում է 700,000 մեր քաղաքացիների սպառողների անձնական տվյալների մասին, այսինքն անձնական տվյալների պաշտպանության խնդիրը կար նաև։ Եվ ուղիղ արտացոլանքը այդ բազաներում եղած տեղեկատվության բիլինգի այլ համակարգում որոշակի կան, որը որ տվյալ համակարգից ներբեռնվում է բիլինգի համակարգ, ընդ որում մարդկային գործոնով պայմանավորված։
Պարզապես այդ Դա ծախսում վերականգնելի է, թե վերականգնելի։ այս պահին մինչև այս պահ չի հաջողել վերականգնել։ Թեպետ մյուս կողմը պնդում է, որ այն տվյալները, որոնք որ արտացոլված պիտի լինեին տվյալ համակարգում, ջնջված համակարգերում, այսպես թե այնպես արտացոլված են բիլինգի բազաներում, բայց բնավ դա այդպես չէ, որովհետեւ ծախսումների, Այսինքն սպառման հաշիվների, այո, հաշիվների, Բայց հիմա հնարավորություն կա այդ հաշիվները համեմատել իրական ծախսի հետ։ այս դա է խնդիր, որ իրական ծախսի բազաները, քանի որ ջնջված են, այդ հաշիվները ինչ որ կա արդեն, Բա ինչ իմանանք այդ հաշվի գրած թիվը ինչքանով է։ հենց խնդիրը դրա մեջ որ ոչ ոք Այսինքն դե գրած է, որ ես պետք է 10,000 դրամ հոսանքի վարձ վճարեմ, հա գրած է, տակնել բնականաբար համապատասխան թվով հոսանքի ծավալը նկարագրված։ Բայց եթե գնանք հիմքը ստուգենք, ես իրոք այդքան եմ հոսանք սպառել, թե չէ, հնարավոր չի դա իրավացեք թվային եւ եթե ձեր ասածը հիմա տեսեք դուք ասում եք 1 2 3 4 հավելագրման դեպք է, չէ՞ արձանագրվել։ Եթե 1 2 3 4-ը եղել է 5 6 7 8 9 10-ը եղել է, նշանակում է 20-ն էլ է եղել, 30-ն էլ է եղել, 40-ն էլ է եղել։ Հակառակ դեպքում ո՞նց կարա լինի, որ այդքան այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող համակարգի ռազմավարական նշանակության ինֆորմացիա մեկ էլ ջնջվում է պատահաբար։ Շատ ճիշտ եք եւ բնավ չխորանով նույնիսկ բովանդակության մեջ ինքնին երևույթը որ թաքցվել է թե իրավապահներից թե ՀՑԿ-ից արդեն իսկ լրջագույն խախտում է Դա նաեւ խոսում է մոտիվների մասին այդ իմ նշած վարկածի գոյության իրավունքի մասին։ Որտեղ եթե խնդրեմ ա եղել, այդ խնդրեմի հետևից միջև վերջ չգնալը այդ նշանակում է այդ փորձել պարտակել ինչ որ երևույթներ այդ թվում Այո, դա այն 6 կարևորագույն կետերից մեկն է, որի հիմամբ լիցենզիա զրկվեց ՀԵՑ-ը, ընդ որում ասեմ 6 կետերն էլ ինքնին արդեն առանձին հիմք են լիցենզիա զրկելու։ Բայց մենք մեր ուսումնասիրությունների վերահսկողության արդյունքում վերհանեցինք շուրջ 6 կետեր, ընդ որում 6-րդ կետը ընդհանուր կառավարման արդյունավետության ֆինանսական գործառնության առումով իր մեջ եւս 9 ենթակետեր է պարունակում գնումների գործընթացների մատակարարումը